Վարդինման բացիս էլի խարելով բարով տեսայի սիրեկա Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը հյուրընկալել էր հայկական երկարվեստի լեգենդ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին։ Համերգ հանդիպումը նաև անկեղծ զրույցի առիթ էր իբրև սերունդների միջև կամուրջ կառուցող բացառիկ պահ։ Ես երգել եմ այնպես, որպեսզի այդ ստեղծագործությունը չճանաչի ժամանակ։ Իսկ հիմա ես ուզում եմ լսել երիտասարդի շուրթերից հնչող երգը, որը ինձ համար շատ ավելի կարևոր է։ Դրա համար ես այստեղ եմ, ճիշտ է, հանդիպում ինձ հետ, բայց նաև համերգ, որտեղ պետք է հնչեն այն կատարումները, որը նախկինում ես ոգել եմ։ Կարեն Մայլյանի խոսքով այս համերգը մեկնարկն է հոբելյանական ծրագրերի։ Վերջին 40 տարիների աշխատանքը միջոցառումների շքերթով են արժևորելու։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագիրը կոչվում է Գյումրու ժողովրդական պետական նվագախումբ 40, քանի որ այս տարի լրանում է նվագախմբի 40-ամյակը, այդ շարքը այսօրվանով ենք սկսում եւ այսօր մեզ համար մեծ պատիվ եւ ողջավորություն է, որ հյուրընկալել ենք հայ ազգային երաժշտության երգի լեգենդ Ռուբեն Մաթևոսյանին։ Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունեցավ անմիջական շփում ունենալու մաեստրոյի հետ, լսելու նրա հուշերն ու հետաքրքիր պատմությունները, զգալու հայկական երգի իրական շունչը։ Երկրորդ հանդիպումն է մաեստրոյի առաջինը անցավ այնքան արագ եւ այնպես սրընթաց, որ չհասցրեցինք անշուշտ բոլոր հարցերը, որովհետեւ դարաշրջանի հետ է շփվում։ Ոնց որ 20-րդ տարին կեսերից փորձես երկխոսել այս ժամանակաշրջանի հետ, իհարկե մաեստրոն կապ չունի միգուցե իր ծնունդով, ակունքներով, բայց միայն այն, որ նրան հայտնաբերել եւ ասպարեզ է բերել Արաքսի Ջուզադյանը, որը Աշուխ Շերամի նույն կատարողական առաջին, այսպես լիրավ կարելի ասել, մենաշնորային երգչուհին է եւ ինքն էլ հենց այսպես կատարելագործել է նրա երկողական արվեստը, սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Ռուբեն Մաթևոսյանը մեծ ջերմությամբ խոսեց նվագախմբի մասին, այն համարելով իր ամենասիրելի կոլեկտիվներից մեկը։ Անսամբլը նվիրվածությամբ է այս գործը կատարել եւ պետք է կատարի եւ դա նշանակում է, որ յուրաքանչյուր երգ պետք է ապրեն հավերժություն, լինի դա Շերամի, Սայաթ-Նովայի, Ջիվանու, թե որևէ կոմպոզիտորի կերտած հրաշալի ստեղծագործություն։ Ժողովրդական գործիքների նվագախմբային մշակույթը ձևավորվել է խորհրդային տարիներին, սակայն կարողացել է պահպանել հայկական մելոսի հիմքը, շնորհիվ իր երախտավորների։ Այն, ինչ կատարվեց այս տարիներին, իհարկե փառահեղ է եւ շատ ուրախ ենք, որ մեր նվագախումբը, մեր քաղաքի նվագախումբը, որը բոլորեց 40 տարին հավատարիմ մնաց այս սկզբունքներին, չշեղվեց։ Տարվա ընթացքում սպասվում են բազմաբովանդակ համերգներ, մենահամերգներից մինչև մանկական ծրագրեր, իսկ հոբելյանական գալահամերգը նախատեսված է սեպտեմբերին։ Ամսու 23-ին կունենա Մոնիկա Նազարյանի մենահամերգը, այնուհետև մի ծրագիր պատրաստել ենք երեխաների համար, կախարդական մեղեդիներ եւ մեր 40-ամյա հոբելյանական ծրագիրը գալահամերգը տեղի կունենա սեպտեմբերին։ Նպատակը ոչ միայն ազգային երաժշտության պահպանումն է, այլև նոր հանդիսատեսի ներգրավումը ժամանակակից եւ հետաքրքիր ձևաչափերի միջոցով։ Այս ամառը շատ եմ երազել, ինձ իմնել է վրկի պես ասել, և ուզում է սիրո խոսք ասել, լսիր ձայնը Զարիջանս կուրասիս ասել, լսիր ձայնը Զարիջանս կուրասիս ասել, տարամ տայնի, տարամ տայնի, տարամ տայնի լամ, տարամ տայնի, տարամ տայնի, տարամ տայնի լամ։ Աստղիկ Խաչատրյան, Խոնովանեսյան, այսօր։